Մեր Տիրոջը սիրելիներ, սիրելի ժողովուրդ, ես այսպես եմ այսօրվա միտքս ուրեմն վերնագիր դրել քրիստոնյայի պահվածքը հասարակության մեջ, քրիստոնյայի նիստուկացը հասարակության մեջ։ Իհարկե, մենք տեսնում ենք աշխարհում կան այդպես մարդիկ, որոնք պահվածք ունեն, որոնք տեսք ունեն հասարակության մեջ, այսինքն ոստիկանի տեսքը հասարակության մեջ հատուկ հանդեսներ ունի, բժիշկի տեսքը հասարակության մեջ հատուկ հանդեսներ ունի, վերջապես տարբեր հանդերձներ կան, որը, ասենք, ջրասուս կամ ինչ-որ, վերջապես հատուկ հանդերձներ կան, որ հագնում են մարդիկ և իրենց տեսնելուց ասում են, որ սա ոստիկան է, սա քահանա է, որը ունի քահանայի հագուստ, ինչպիսին պետք է լինի քրիստոնյայի տեսքը, քրիստոնյայի հագուստը, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, տեսքի մասին, որովհետև արդեն հայտնի է բոլորիս, թե ինչպիսին պետք է ունենա քրիստոնյան, որ հեռվից տեսնելուց ասեն, որ սա հավատացյալ է, սա հոգևոր է, հոգևոր մարդ է։ Եվ Լեռան քարոզի մեջ մենք կարդում ենք, դուք աշխարհի լույսն եք, արդյոք տեսքը չի մտնում այդ լույսի մեջ և տեսնելուց պետք է անպայման զգան, որ դա քրիստոնյա է։ Բայց ես մի բան եմ ուզում ասել Ղուկաս ավետարանի 6-րդ գլուխ 31-ից 36 խոսքերը, այստեղ մենք տեսնում ենք մի ուրիշ բան, որը ասում է ամենագլխավորի մասին։ Այստեղ մենք գիտենք ասը խոսքից, որ Տեր Հիսուսն ասեց նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որն էր այդ պատվիրանքը, որ սիրեք մեկըդ մեկին, այսինքն դա մի պատվիրանք է, որը ամենաբարձրն է, սիրելը մեկը մեկին։ Եվ Ղուկաս 6-րդ գլուխ 31-ում ուզում եմ կարդալ այդ տողերը, այստեղ ինչ է ասում Տեր Հիսուսը։ Ինչպես կուզեք, որ մարդիկ ձեզի ընեն, դուք հալ անոնց այդպես եք, եթե դուք ձեզ սիրողները սիրեք, ինչ շնորհ կունենաք, վասնզի մեղավորներն ալ կսիրեն զիրենք սիրողները։ Եթե դուք ձեզի բարև տվողներուն բարև ընեք, ինչ շնորհ կունենաք, վասնզի մեղավորներն ալ նույն բանը կնեն։ Եթե այդպիսի մարդոց փող տակ, որոնց մե հույս ունիք ետ առնելու, ինչ շնորհ կունենաք, վասնզի մեղավորներն ալ մեղավորներուն փող կուտան, որպեսզի նույն չափով ետ առնեն։ Այդ սիրեցեք դուք ձեր թշնամիները ու բարի գրեք և փող տվեք առանց փոխարենը բանմը սպասելու, և ձեր վարձքը շատ պիտի ըլլա ու բարձրյալին որդիները պիտի ըլլաք, վասնզի անիկա բարերար է, բարեպաշտներուն ու չարերուն, ուրեմն գթած եղեք, ինչպես ձեր հայրն ալ գթած է։ Հետաքրքիր է, մենք տեսնում ենք մի փոփոխություն, որ դա մարդը իր ամբողջ ուսումնական հաստատություններով, գիտությունով, մարդկությունը մեծ գումարներ է ծախսում, ուսումնական հաստատություններ է ստեղծում, համալսարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, մանկամսուրներ, մանկամսուրից սկսում է մինչև բարձրագույն ուսումնական հաստատությունները, դոկտորներ են դառնում, ղեկավարներ են դառնում, բայց մենք տեսնում ենք մարդ, որը երկրի նախագահ է, կարող է հանցագործ լինել, մարդ, որը մեծ բիզնեսմեն է, կարող է հանցագործ լինել, մարդ, որը բժիշկ է,
մանկավարժ է, կարող է հանցագործ լինել։ Դրանից մենք հասկանում ենք, որ մարդկությունը հնարավոր չի մարդուն փոխի։ Եվ կան ուղիչ աշխատանքային գաղութներ, եթե մարդը մի 6-7 անգամ, 10 անգամ լում է այդ գաղութում, ասում են դե իր հետ ինչի մասին է խոսքը։ Բայց արի ու տես այդպիսի մարդիկ են փոխվում։ Ինչ է տեղի ունենում։ Եվ այդ մարդիկ, ընդհանրապես մարտարարածը հանդիպում է Աստվածաշնչին։ Ճիշտ է, սկզբնական շրջանում, քանի դեռ եղբայրները ասեցին այդ մասին, քանի դեռ չի կատարվել ներսի փոփոխություն, մարդը չի դեռ հանդիպել երկնային այդպեսի գործողություն երկնքից չի իր հետ կատարվել, առաջի հայացքից ինքը կարող է պատահի իր համար դժվար լինի, իրեն հավատացյալ կոչեն եւ ինքը վատ է զգում, հավաքույթների գնա վատ է զգում եւ հիմա հələ դեռ չէ ինչ որ բավականին այդպես հեղինակավոր մարդիկ, հարուստ մարդիկ սկսեցին ապաշխարել 60-ական թվերին, երբ որ ես նոր էի ապաշխարել, մինչև 70-80 թիվը այդպեսի խոսակցություն էր գնում, որ հավատացյալը դա խեղճ մարդն է, անհասկացող, անգրակետ մարդն է դա հավատացյալ, այդպեսի խոսակցություններ էր գնում առաջ, բայց հիմա այդ խոսակցությունները արդեն իջի կա դարել, որտեղ տեսնում են մարդիկ, որոնք ամեն ինչ ունեն, բայց քանի որ Աստված չունեն, Աստված ունենալով իրենց սրտում փոփոխությունը տեղի ունենում եւ սիրտը ստիպում է արտաքին փոփոխությանը։ Եվ այստեղ մենք ուշադրություն դարձնենք, որ Տեր Հիսուսն ասեց, ինչ տարբերություն կա, եթե դու քեզ սիրողին բարևում ես, եթե դու իր հետ լավ ես վերաբերվում, ինքը քեզ հետ լավ է վերաբերվում, ինչ տարբերություն կա։ Եվ այստեղ մի կետի վրա, որի մեջ առաջացավ այս քարոզի թեման, դրա վրա ուզում եմ մի փոքր կանգ առնենք։ Ասում է, ինչ օգուտ, եթե փող տվողին դու 10 մի բան եւ ակնկալիք ունենաս։ Աշխարհը եթե մեկին պարտքով փող է տալիս, ակնկալիք է ունենում, եթե չտա, ընկերներ հավաքում, բերում եւ սկսում է նույնիսկ ծեծի ենթարկել, ժամանակ է տալիս, որ այս օրը պետք է բերես, եթե չէ, քեզ հետ վատ կլինի։ Դու պատկերացնում եք, աշխարհը դա է անում։ Մենք նորմալ է դա, աշխարհի կյանքն է դա։ Եթե պարտքով փող է տվել, եթե ժամանակին չի տալիս, գալիս եւ մեծ պատժում է նրան։ Բայց ես լսեցի ցավոք, որ կարող է դա տեղափոխվել նույնիսկ հավատացյալների մեջ։ Դա ցավ է, դա ահավոր ցավ է։ Երբ որ դու մեկին ինչ որ մի բան տալիս ես, ակնկալիք ունես։ Եթե այդ ակնկալիքը չի լինում, դու աշխարհի պես ես վարվում։ Դա ահավոր ցավ է։ Եվ Տեր Հիսուսն ասեց, ինչ օգուտ։ Ուրեմն քո մոտ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ուրեմն դեռ դու ճիշտ է հավաքույթների գնում ես, գալիս ես, դու քեզ համարում ես Աստծո ծառա, կարող է քարոզես, բայց դու նույնն ես մնացել, դու աշխարհիկ չես տարբերվում։ Եվ տարիներ առաջ այդպիսի մի սարսափելի բան էլ տեղի ունեցավ։ Եվ երբ որ ես այդ եղբորն ասում եմ, եղբայր, ինչի ես այդ մարդուն ժամանակ տվել, որ այսին ժամին կբերես, եթե չբերիր, ուրեմն վատ կլինի։ Եվ այս մարդը գնացել, պարտքեր էր արել, կամ չգիտեմ, տոկոսով, բանով մի կերպ փագի պրծել էր, թե չէ իրեն կարող էին շատ վատ հետևանք կլներ։ Ասում եղբայր, ինչ տարբերություն կա քո եւ աշխարհի մեջ։ Ասում ինքը սուտ է խոսել, ժամանակին չի տվել։ Բայց այստեղ մենք չենք կարդում սուտ խոսալու մասին։ Մենք կարդում ենք, որ Տեր Հիսուսն ասեց, ակնկալիք մի ունեցիր։ Նույնիսկ մի էլ ուզիր։ Եթե քուժը չի պատում, մի տուր։ Բայց եթե տվեցիր, եթե հետ կվերադարձնի, դա լավ է, ուրեմն հոգևոր մարդ է, պետք է հետ վերադարձնի։
Իսկ եթե չի կարողանում, Աստծո խոսքն ասում է ակնկալիք մի ունեցին։ Ինչքան է դժվարությունների մեջ լինես, դու պետք է մտածես, որ դու փոխված մարդ ես։ Եթե չես փոխվել, ուրեմն դու մտածիր այդ մասին։ Դրա համար ուշադրություն դարձնենք Լեռան քարոզի մեջ կարդում ենք դուք լույսն եք աշխարհի։ Լույսը աշխարհի դա մեծ պարտականություն է։ Եվ ես անդամականին էլ այդպես մի նախադասություն ասեցի, որ քրիստոնյան պետք է ցերեկը բաց ճակատով ման գա, իսկ գիշերը հանգիստ գլուխը բարձին դնի։ Ամբողջ ցերեկը ինչ բնակավարում էր, որ աշխատում ես, սովորում ես, ուսանող ես, հարևանների, բարեկամների մոտ բաց ճակատով պետք է ման գաս ամբողջ ցերեկը, իսկ գիշերը գլուխդ հանգիստ պետք է բարձին դնես, քնես։ Սա է քրիստոնյան։ Ուրիշ քրիստոնյա մենք չենք ճանաչում։ Քրիստոնյա վայել խոսել, քրիստոնյա վայել ապրել, քրիստոնյա վայել հագնվել, քրիստոնյա վայել տեսք ունենալ։ Ուրիշ քրիստոնյա մենք չենք ճանաչում։ Սա է Աստվածաշունչը մեզ սովորեցրել։ Աշխարհի մարդը երբ որ կարդում է Սուրբ Գիրք, հանդիպում է արգելքների։ Ինչպիսին են այդ արգելքները։ Այդ արգելքները, որ պետք է ինքը զրկվի աշխարհի հաճույքներից։ Կան աշխարհի հաճույքներ, որ եղբայրը ինչպես խոսեց, դրանք մեղք են ծնում։ Մեղքը դրանց տված պտուղը մեղքն է։ Եվ դա աշխարհիկ մարդը չունենալով Աստծո ներկայությունը իր կյանքում ինքը խրված է, խճճված է այդ աշխարհի հաճույքների մեջ։ Գիտեք սիրելիներ, Աստվածապաշտ մարդու հաճույքը մի ուրիշ տեղ է։ Նույնիսկ այն մի քանի եղբայրները Աստվածաշունչ կարդացողները կիմանան, այն կնոջը, որ առավ, մեծն առավ, մեռավ, երկրորդը առավ, մեռավ, վերջապես մինչև 7-ը։ Այդպես էր այդ դարաշրջանում այդ ազգի օրենքը։ Եթե մեկը ամուսնանում էր եւ կինը բանը ուրեմն ամուսինը մահանում էր, պարտավոր էր մյուս եղբայրը։ Այդպես էր, այդպես օրենք կար։ Եվ ասեցին, բա 7-ն էլ ամուսնացել են, բա որինը պետք է լինի երկնքի արքայությունում այդ կինը։ Ասում է, դուք չգիտեք, որ այնտեղ մի ուրիշ երջանկություն է։ Այնտեղ ամուսնանալ չկա, դա ուրիշ, այդ ամուսնանալն էլ Տերն է, ամենակարող Աստված է դրել մարդու ներսում այդ զգացմունքները։ Բայց երկնքում ինչպիսի զգացմունք է, հաստատ այդ զգացմունքը ավելին է, հեշտակային կյանքի զգացմունքը։ Մեր մտքից դուրս է այդ զգացմունքը։ Պողոս առաքյալը ինչ որ չափով տեսնելով ասեց, աչքը չի տեսել, ականջը չի լսել, անպատմելի, անհամեմատելի բաներ տեսա այնտեղ։ Այնտեղ ինչ զգացմունք կա, բայց այդ զգացմունքից մի փոքր, շատ փոքր քրիստոնյան այս մարմնի մեջ էլ ունենում։ Մի ուրախություն է նրան պատում, մի երջանկություն է իրեն պատում այս մարմնի մեջ քրիստոնյային, որ անպատմելի անհամեմատելի է։ Այո, քրիստոնյան ապրում է մի զգացմունքով այս մարմնի մեջ, որ անպատմելի անհամեմատելի է։ Ես որ նոր եի ապաշխարի, երևի այդ օրինակել եմ ասել։ Ինքը չկար, արդեն մահացել էր։ Երևի ամիս ու կես էր անցել իր այդպես նահատակվելուց, ինքը ադրբեջանցի էր, Ալի եղբայր։ Ինքը եղել էր դատավոր, ապաշխարել էր, նա
Հիսուսին ընդունելով այնպիսի փոփոխություն էր տեղի ունեցել, դե կոմունիստական դաժան ժամանակ մի անգամից հեռացրել էին գործից, եւ ինքը դվորնիկ էր աշխատում, ավել էր անում ճանապարհին, ու երգում էր. Հիսուս ունեմ, դարդ չունեմ, փառք ես Հիսուս, այմերդ սրա հետ ինչ անենք, եւ սկսել էին հալածել, եւ իհարկե կոպիտ է խոսքս, հալածանքը այնպիսի, որ մերկացրեք գցել էին վերջը կանանց, այդպեսի։ Եվ երբ որ դուրս եկե եղբայրներից հարցրել են, ասма կենդանիները մերկման են գալի, զգացմունք կա, չկա։ Եվ հետաքրքիր է ասма, այդպիսի մի հատ կրակ էր իմ վրա իջել։ Ես լրիվ ուրիշ մարդ էի։ Երկնային զգացմունքի տեր մարդ էի։ Տեսեք սիրելիներ, ճիշտ է, կոպիտ այդ միտքը, որ ես ասեցի, բայց այնպիսի ես մարմնի մեջ այնպիսի զգացմունքներ կա թեկուզ, երբ որ դու ունենում ես երկնային զգացմունքը, դա քեզ երջանկության եւ ուրախության է տանում։ Դու համը չես տեսել այդ զգացմունքի։ Անպատմելի է այդ զգացմունքը։ Դա մի ուրախություն է, որ ոչ մի ուրախությանը չես կարող փոխել։ Աշխարհը գնում է արտասահման, ինչ որ մարդիկ, որ չեն եղել Ամերիկա, չեն եղել տարբեր երկրներ, գիտեն թե վայ, փրկվել է։ Բայց լինելով այնտեղ, ես ինձ համար եմ ասում, մի օր շուտ ուզում ես այդտեղից դուրս գաս։ Մի օր շուտ ուզում ես հանգստանալ։ Մի օր շուտ այդ տեսանաններից ուղղակի հոգնել ես, թե ինչ է կատարվում։ Մարդիկ փնտրում են երջանկություն, փնտրում են ուրախություն, մարդիկ փնտրում են այդ բոլորը, բայց չգիտեն, որ այստեղ չկա այդ բոլորը։ Աստված, որ հոգին տվել է, այդ հոգին փնտրում է։ Մարդկությանը հոգի է տվել եւ այդ հոգին փնտրում է այդ դատարկության, այդ անապատային կյանքի մեջ եւ բոլոր ուր էլ գնում է, ուր էլ լինում է, ինչ էլ ուտում է, ում հանդիպում է, ինչ էլ լինում է աշխարհի մարդկանց, ինչ էլ սովորում է, ինչ պաշտոնի լինում է, վերջը տեսնում է դատարկությունը։ Վերջը տեսնում է այդ անապատային կյանքը։ Եվ ճանաչելով Հիսուսին, հոգին, որ Աստված տվել է, այդ հոգին երջանկանում է այդ ժամանակ, երբ որ Հիսուսին ճանաչեց։ Սովորական մարդը ճանաչելով Հիսուսին գտնում է երջանկությունը, հոգին, որ երկնքից է եկել, գտնում է երջանկությունը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մի կարևոր կետի վրա, Սաղմոս 104, որ հոգին եկել է երկնքից, ես ուզում եմ կարդալ 104 Սաղմոսը, այստեղ պարզ ասում է Աստվածաշունչը, որ հոգին եկել է երկնքից, հոգին Աստված է տալիս եւ մարդը լույս աշխարհ է գալիս։ Տեսեք, սիրելիներ, դա Սուրբ Գիրքը մեզ ասում է, ուզում եմ կարդալ այդ տողերը։ Երբ աղոթում է մարդը, երբ քու երեսը ծածկես, կխռովին, երբ անոնց հոգին առնես, կմեռնին, այդպես էլ ասում է ժողովուրդը։ Հոգին տվեց, հոգին առավ, հոգին հանձնեց, ավանդեց։ Երբ անոնց հոգին առնես, կմեռնին եւ իրենց հող կդառնան, հողից վերցվել է մարմինը, հող էլ դառնալու է։ Հոգիդ կղրկես ու անոնք կստեղծվին ու երկրին երեսը նորոգես։ Հոգին կղրկես, անոնք կստեղծվեն, կծնվեն, լույս աշխարհ կգան։ Եվ այդ հոգին, որ տվել է Աստված, ուղարկել է Աստված եւ մարդը ծնվում է, այդ հոգին չի կարող ուրախանալ այս երկրի վրա որևէ այդպես հաճույքներով։
Բայց մի կարևոր բան էլ ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ Աստվածապաշտ մարդուն Աստված չի զրկում որևէ բանից։ Այն ինչից որ զրկում է, ուրեմն դրա հետևանքը շատ վատ կլինի։ Զրկում է գողությունից, զրկում է խաղամոլությունից, հետևանքը վատ է։ Զրկում է երկրորդ կնոջ հետ մսակվելուց։ Ես շատ անգամ եմ ասել, այս իմ պապայի, այս աղբերս է, բայց այն պապայից, այն մամայից վերջը խառը, ինչ պապիից, ինչ վերջը խառը, ինչ որ նիկանդիցիոնի դժվարություններ։ Այստեղ ուշադրություն դարձնենք, սիրելիներ, առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ, ժամանակը շատ սուղ է, առաջի Տիմոթեոս ուզում այս միտքն էլ կարևոր է, շատ անգամ թվում է, թե մարդը մտածում է, թվում է, թե Աստված մարդուն զրկում է որևէ բաներից, աշխարհի հաճույքներից։ Այստեղ տեսեք, սիրելիներ, ուրեմն առաջի Տիմոթեոս 4:11 Այս բաները պատվիրե ու սովորեցուր, Պողոսը գրում է Տիմոթեոսին, չլայ, որ մեկը կդրեք 4:8-11 Վասնզի մարմնին վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե ներկա եւ թե ապագա կյանքին խոստմունք ունի։ Քիչ բանի, ուրեմն մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է։ Ուրեմն մարմնի վարժությունը չի ասում ընդհանրապես օգտակար չի։ Դա պետք է, մարմնի վարժությունը պետք է, աշխատանքը պետք է, երբ որ խորը մենք նայում ենք մեր նախնիները, նրանք աշխատել են։ Մարտին Լյութերը ասում էր, եթե իմանամ վաղը Քրիստոսը գալիս է, ես չեմ դադարի ծառ տնկելուց այսօր։ Էնպես որ մենք ուշադրություն դարձնենք, որ մարմնի, բայց քիչ բանի օգտակար է, բայց առաջինը պետք է չլինի։ Ամեն բանի օգտակար չի։ Այն, որ երկրի վրա մարդուն տված է, Աստված տվել է կյանք եւ այդ կյանքով ինքը այս կյանքում ապրում է, այո, այս կյանքը պետք է, քանի դեռ մարմնի մեջ է։ Նույնիսկ Մովսեսը երբ որ անապատ հանեց Իսրայելի ժողովրդին, մենք երբ որ ուշադրություն ենք դարձնում, ամեն ինչ իրանք մարմնավոր բաներ են ուզում, եւ Մովսեսը Աստծուց վերցնում ու տալիս էր։ Մանանա էր տալիս, մսեղեն էր տալիս, եւ այդ բոլորը տրվում էր, որովհետեւ մարմինը գոյատևելու համար դա պետք է, բայց առաջինը պետք է չլինի։ Եվ ուշադրություն դարձնենք, Հակոբը ու իր որդիները հովիվներ էին, աշխատում էին։ Հովսեփը դառավ վարչապետ։ Երկրի, եգիպտական երկրի Եգիպտոսի վարչապետ դառավ, աշխատում էր։ Մի քանի աշակերտներ Տեր Հիսուսի ձկնորսներ էին, աշխատում էին։ Եվ Տեր Հիսուսը այս մարմինի մեջ լինելով նույնիսկ ինքը մասնագիտություն ուներ, հյուսն էր, չէ՞։ Եվ Եթովպացի ներքինը գանձապետ էր, Ղուկասը բժիշկ էր։ Էնպես որ աշխատանքը երբեք ոչ մեկից մտքով չանցնի, որ եթե որևէ մեկը աշխատում է դառավ հավատացյալ պետք է թողի։ Ոչ, ընդհակառակը նա ավելի ու ավելի օրհնված է լինում։ Պատկերացրեք, երկրի նախագահ աստվածապաշտ հավատացյալ լինի, ինչպես Սողոմոնը երկրի թագավորն էր, ինչպես Դավիթը երկրի թագավորն էր։ Աստվածապաշտ լինի այսօր որևէ գործատու, որևէ բիզնեսմեն, որևէ բանվորներ աշխատացնող բրիգադիր աստվածապաշտ լինի, որևէ բժիշկ մանկավարժ աստվածապաշտ լինի։ Ավելի օրհնվում է,
ասում է դուք լույսն եք աշխարհի, բժիշկ է, բայց լույս է իր շրջապատի, մանկավարժ է, բայց լույսն է, գործատու է, ղեկավար է, բայց լույսն է իր բանվորների, ինչ հրաշալի է, ինչ հրաշք կա, ինչպիսի հրաշալի կյանքով են ապրում այդ ղեկավարի բանվորները, Աստվածապաշտ է, լույսն է աշխարհի, ուշադրություն դարձնենք սիրելիներ, ես իհարկե հաջորդ անգամ իհարկե կշարունակեմ, ժամանակը լրացավ, կանգնենք աղոթքի, ոչինչ, կարևոր թեմա է, ես ուզում եմ հաջորդ անգամ շարունակել, սիրելիներ, ուշադրություն դարձնենք, հոգսեր ասեցին, որ իրենց համար պետք է աղոթենք, հոգսեր, որ այդ հոգսերը քույրերի սրտում մեծ նեղություններ է, շատ լավ, Օֆիկ քրոջ համար աղոթենք, ուրեմն հոգսեր կան, մեր բաչիկ եղբոր, մեր բարձրահասակ բաչիկը որ կա, իրա ուրեմն Լիլիթ քրոջ տղանա Լիլիթ քրոջ ամուսինը Սերգեն խնդրել է որ եկեղեցին իր համար աղոթի։ Հիշում եմ մի ամիս առաջ ինձ կանչել էր, ասում է ես քեզ կանչել եմ որ գաս ուրեմն եթե ես կմեռնեմ հոգևոր բան կազմակերպեք իմ ես իրան ասեցի չէ այդպես չեմ համաձայնվում էդի թող կազմակերպողներ շատ կլինեն մենք ուզում ենք որպեսի քո հոգին տալուց երկին գնա քո հոգին աղոթ կարեցինք իր համար հիմա նորից խնդրել է որ եկեղեցին աղոթի Սերգեյ եղբայրը խնդրել է ուրեմն այստեղ անուններ են գրել Նարեկ Մարի մանուկների մեջ ուրեմն մանկականի պատասխանատու քույրերն ասեցին որ մանուկների մեջ կան վիրուսներ դե բնական է այս մարմինի մեջ դա էլ կլինի եւ աղոթենք այդ հոգսերի համար աղոթենք